Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, իսկ այնտեղ տեղի ունեցող քաղաքական զարգացումները զավեշտ կամ ավելի ճիշտ տրագիկոմեդիա են հիշեցնում։ Բանն այն է, որ բուռն քարոզարշավից ու ընտրություններից հետո ընդդիմությունն ամբողջական թևով պայքարում է, որպեսզի Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը չունենա քաղաքապետ, կամ այլ կերպ ասած, Գյումրին ունենա ընդդիմադիր համայնքապետ։ Թե ով կլինի Գյումրու նոր քաղաքապետը, կախված է ձայների քանակով երրորդ տեղում հայտնված տեխնացուի Մարտուն Գրիգորյանի դիրքավորումից։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը Հայկական ժամանակի հետ զրույցում թվարկում է այս փուլում առկա հնարավոր բոլոր սցենարներն ու տարբերակները։ Դե առաջի տարբերակը հայտնի է, դա եթե Մարտուն Գրիգորյանը միանում է Վարդան Ղուկասյանին եւ Վարդան Ղուկասյանը դառնում է քաղաքապետ։ Երկրորդ տարբերակը ըստ իս եթե Մարտուն Գրիգորյանը իր ձայները տալիս է քաղաքացիական պայմանագրին, ուրեմն քաղաքացիական պայմանագիր է դառնում, ուրեմն իշխող ուժ Գյումրիում, բայց այս հարցը թերևս բացառված է, ինչպես նաև առաջին տարբերակն այն որ չափով բացառված, որովհետև Մարտուն Գրիգորյանը երկու տարբերակներ արդեն հայտարարել է, որ չի անելու։ Հիմա հայտարարել մի բան անել մի բան, դա էլ իր հերթին իհարկե։ Եվս մի քանի տարբերակ կա։ Մյուս տարբերակը տեսականորեն հնարավոր քաղաքացիական պայմանագիր իր ձայները տալիս է Մարտուն Գրիգորյանին, եւ Մարտուն Գրիգորյանն է դառնում քաղաքապետ, այլ ոչ թե Վարդան Ղուկասյանը, դա էլ է տարբերակ։ Մյուս տարբերակը այն է, որ ոչ թե տեղի ունենում այսպես ֆրակցիա քվեարկություն, այլ ինչպես մենք դա նախկինում այլ վայրերում ենք տեսել, ֆրակցիաները կամ ֆրակցիաներից մեկը տրոհվում է եւ տեղի ունենում անհատական քվեարկություն եւ նորից կամ իշխող ուրեմն քաղաքում իշխանություն ձևավորվում է քաղաքացիական պայմանագիրը կամ իշխանություն ձևավորվում է Վարդան Ղուկասյանի շուրջ ձևավորված այդ կոալիցիան։ Եվ վերջապես ամենավերջին տարբերակը ուժերից որևէ մեկը չի հաջողացնում կոալիցիա ձևավորել, բավականաչափ ձայներ հավաքել եւ նշանակվում են նոր ընտրություններ, որովհետեւ եթե մանդատները ստանալուց հետո համապատասխանաբար Տիմուրենքի կետով ժամանակահատված կա սահմանված, որը եթե անցնում է եւ քաղաքապետ չի ընտրվում, նշանակվում են նոր թիմ ընտրություններ։ Ձայների քանակով երկրորդ տեխնացուի Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջև մենամարտը ասես վերածվել է շախմատային պարտիայի, որտեղ կողմերը յուրաքանչյուր քայլից առաջ առնվազն օրեր շարունակ մտածում են։ Ինչու է հապաղում Մարտուն Գրիգորյանը եւ ինչ քայլ կանի հարցին, Քոչինյանն արձագանքում է։ Այն որ Մարտուն Գրիգորյանի այսպես կարգավիճակը այսպեսությամբ շատ այսպես որոշիչ է, դա հստակ է, այսինքն ըստ էության Մարտուն Գրիգորյանն է որոշելու թե ով է դառնալու Գյումրիի քաղաքապետ։ Դառնալու է ԿՊ-ն, թե դառնալու է Վարդան Ղուկասյանը։ Եվ այդ առումով բնական է, որ գրում են քաղաքական կոնսուլտացիաներ, ես եւս մեկ անգամ ուզում կրկնել, որ ըստ իս իրավիճակի ամենա այսպես ճիշտ զարգացումը կլինի այն, որ եթե Մարտուն Գրիգորյանը այսպես հստակորեն արձանագրում է, որ ինքը որևէ մեկին չի քվեարկելու, քաղաքացիական պայմանագիրը կարող է քաղաքապետ դարձնել Մարտուն Գրիգորյանին։ Նույնիսկ պարտադիր չէ թե կոալիցիա կազմել, կարող են ուղղակի քվեարկել եւ իրեն դարձնել քաղաքապետ։ Ես կարծում եմ դա ավելի լավ է, քան Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Մարդ, որ ինչ այսքանի օրը այսպես տեսախցիկներից չի իջնում, որ ասած են ամիս չէ քրեական ենթամշակույթի, քրեաօլիգարխիկ համակարգի ինչ որ բաներ է, ռուսական ռազմաբազայի գովերգանքա, հայ-թուրքական սահմանի չբացումը, ինչ որ մարդկանց է ուզում տա սպանի, ինչ որ մարդկանց է ուզում պատժի, իսկն մեկ նույնիսկ տպավորությունով ոնց որ որպի գլուխ լինի այս երկիրը, ով ինչ ուզի կարա հայտարարի, հա։ Եվ երջապես մյուս տարբերակը նորից, եթե որևէ քաղաքապետ չի ընտրվում, գնալ նոր ընտրությունների։ ԿՊ-ն, եթե որոշի այսպես հնարամիտ վարվել ընտրությունների արդյունքների հետ, կարող անել այնպես, որպեսզի Վարդան Ղուկասյանը անգամ անդիմադիր ամենաշատ ձայներ հավաքած տեխնացու լինելով չկարողանա քաղաքապետ դառնալ։ Դա տեխնիկապես հնարավոր է եւ ես կարծում եմ սպորտային տերմինաբանությամբ դա հետաքրքիր խաղ կդառնա։ Տեսնելով, որ ընդդիմության խաղը դրական արդյունք չի գրանցում եւ կամ կարող է վերջանալ հոգուտ ոչ ոքի, այլ հակառակը հոգուտ իշխող ուժի, խաղի մեջ է մտել ինչպես ինքն է իրեն հռչակել Գյումրու համար առաջին ընդդիմադիրը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Նա ուշագրավ հայտարարություն է արել, որ պատրաստ է միջնորդ դառնալ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի հաշտեցման ճանապարհին, որպեսզի նախընտրական շրջանում օրնի բուն աղոտ կանող Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Հարցին արդյոք Աջապահյանին կհաջողվի իր ծանր խոսքով եւ կամ աղոթքով հաջողության հասնել բռնած գործում, Քոչինյանը պատասխանում է։ Ես նաև լսում եմ, որ կան հայտարարություններ, հատկապես եկեղեցականներից հնչող, որ այ մենք պատրաստ ենք բարիշացնել, այսպես քրիստոնեաբար սեր քարոզել եւ այլն եւ այլն։ Իհարկե այդտեղ հարց է առաջանում, որ բարիշացնող եք ինչու նախկինում չեք բարիշացրել։ Իշխանության հարց պետք է լինի, որ մենակ այդ ժամանակ ձեզ հետաքրի երկու քրիստոնյա հայորդիների իրար հետ բարիշացնելը, թե չէ։ Սա առաջին էլեմենտը եւ երկրորդը իհարկե նաև պետք է արձանագրել, որ եկեղեցին շարունակում է
այսպես բավականին կողմնակալ եւ ակտիվ քաղաքական գործունեությունը, ու այստեղ պետք է վերհիշել ժամանակին իրենց արված առաջարկությունը, որ իրենք ուզում են քաղաքականությամբ զբաղվել, ամենաբարոյապես, այսպես բարոյական եւ արդար ուրեմն քայլը կրնի սեփական կուսակցությունը բացել եւ զբաղվել ազնիվ քաղաքականությամբ։ Մինչ հոգեվորականները աղոթելու փոխարեն քաղաքական հարցերով են տարված, Գյումրին եւ Գյումրեցին ուշի-ուշով սպասում են զարգացումներին եւ նաեւ քաղաքապետի, քանի որ քաղաքում անելիքները քիչ չեն, կուտակված աշխատանքը նույնպես։ Քոչինյանը նկատում է տեսականորեն աշխարհի վերջը չէ, եթե միասնական ընդդիմադիր տեխնացուն դառնա Գյումրու քաղաքապետ։ Ես կարծում եմ նույնիսկ ընդհակառակը, ինչ process-ների տեսանկյունից այ ժողովրդավարական կայուն զարգացման, ժողովրդական ինստիտուտների կայունության եւ մի շարք այլ հարցերով դա կլինի Հայաստանի համար հաղթանակ եւ նաեւ շատ հաճախ հնչող են տեսակետը, թե ընդ որում այնտեղ կա քննադատելու բան իշխող կուսակցությանը նախկին ցիկլերում տեղի ունեցած թիմ ընտրություններում եւ հետ ընտրական ուրեմն փուլում տեղի ունեցած զարգացումներում իշխող կուսակցությանը շատ բաներ կան այնտեղ մեղադրելու եւ սա կարա լավ առիթ դառնա ուրեմն այդ սխալները ուղղելու եւ նորից ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե Գյումրիում հաղթում է ընդդիմությունը եւ Գյումրիում ձևավորվում է այսպես կոալիցիոն տեղական ինքնակառավարման մարմին։ Դիտարկմանը թե խնդրահարույց չէ, որ Գյումրիում ձայների քանակով երկրորդ ուժը Վարդան Ղուկասյանն է, Քոչինյանն արձագանքում է։ Մտահոգիչ է, որ կոմունիստ գողական երկմիասնությունը Հայաստանում ստանում է քաղաքական հաջողություն։ Ես ճիշտ ասած խնդիրներ շատ ավելի վաղուց եմ տեսնում եւ շատ ավելի խոր են այդ խնդիրները։ Օրինակ խնդիր ես տեսնում նայում, որ Հայաստանում մարդիկ կան, ովքեր Ռոբերտ Քոչյանին են քվեարկել։ Հայաստանում մարդիկ կան, ովքեր Սերժ Սարգսյանին են քվեարկել։ Այդտեղ եմ ես խնդիրները տեսնում, թե չէ այդ մնացած ճյուղավորումները ոչ այնքան խնդիրներն, ինչքան խնդրի ընդհանրապես այսպես հավելվածները։ Բայց իհարկե շատ մտահոգիչ է, որ կոմունիստ գողական ուրեմն այդ մանավանդ այդ երկմիասնությունը Հայաստանում ստանում է քաղաքական հաջողություններ։ Ես կարծում եմ դա շատ մեծ մտածելու տեղիք է տալի Հայաստանում բոլորին, թե հատկապես օրինակ երիտասարդության, թե մեր հասարակության լայն շերտերի մոտ ինչպիսի արժեքներ եւ ինչպիսի բարքերն են համարվում օրինակելի եւ ճիշտ։ Օրինական հայացքները քաղաքական նպատակներով օգտագործող մարդկանց չեմ վստահում երկու պատճառով։ Չեմ վստահում, որովհետեւ դա նախ քաղաքական կատեգորիա չէ, եւ չեմ վստահում նաեւ, որովհետեւ փարիսեցիությունը ուրեմն քրիստոնեական արժեբանության մեջ մեղք է։ Անդրադառնալով նախկին նախագահների եւ նրանց հարող ուժերի կողմից Գյումրու ընտրություններից հետո այսպես ասած հաղթանակ տոնելուն եւ դա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ պրոյեկտելուն քաղաքագետն ասում է. Ես եթե չեմ սխալվում, նախորդ անգամ էլ էր ԿՊ-ն Գյումրիում պարտվել, այսինքն ես մի քիչ չեմ հասկանում այդ ցնծությունը, եթե ԿՊ-ն ոնց որ նախորդ անգամ այնպես այս անգամ չի կարողացել ձևավորել քաղաքային իշխանություն, դեռ ավելին ԿՊ-ն նաև Գյումրիում ավելի շատ ձայն է հավաքել, քան նախորդ անգամ էր հավաքել, թե բացարձակ քանակությամբ, թե տոկոսով է թե համատում, այս այդ առաջին մասը, երկրորդ մասը։ Եթե ես շատ անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ նախկինների այդ դիրքորոշումը դա ամենամեծ նվերն է, որ կարող լինի իշխող կուսակցությանը, որովհետև ամենամեծ բենեֆիցիարը նախկինների քաղաքական դաշտում լինելու հենց քաղաքացիական պայմանագիրն է։ Քանի դեռ իրանց վտանգը կա, այքանի դեռ կա Ռոբերտ Քոչյանի կերպարը, որը որ կարա Հայաստանում գա իշխանության, վերջին պահին էլի գնալու են ընտրելու են քաղաքացիական պայմանագիր, մենակ թե չլինի Ռոբերտ Քոչյանը։ Եթե Ռոբերտ Քոչյանը անկեղծորեն ուզում է, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը այլևս Հայաստանում չկարողանա իշխանություն ձևավորել, ինքը պետք է գրա նստի բանտ։ Քոչինյանը նկատում է, որ Գյումրիում ստեղծված իրավիճակը տեսականորեն հնարավոր է նաև համապետական ընտրությունների ժամանակ, քանի որ բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում չկա քաղաքական ուժ, որը միայնակ կարող է ձևավորել մեծամասնություն, եւ եթե ինչպես հիմա են հայտարարում, չեն էլ ուզում գնալ կոալիցիաների, դա ճանապարհ է դեպի փակուղի։ Հարցին թե ինչ պետք է անել փակուղային իրավիճակում չհայտնվելու համար, քաղաքագետն արձագանքում է. Առաջին հարցը եւ ամենակարևոր հարցը դա նոր խաղացողների, նոր ուժերի քաղաքական դաշտ մուտք գործելն է, որովհետև եթե մենք նոր ցիկլը ուրեմն խորհրդարանական մտնելու ենք նույն տրամաբանությամբ, այսինքն ներկաներ նախկիներ տրամաբանությամբ, ես կարծում եմ դա ճանապարհը դեպի ոչ մի տեղ, որովհետև մենք ունենալու ենք նորից խորհրդարան, որում քաղաքական օրակարգ չի ձևավորվում։ Այսօրվա խորհրդարանում քաղաքական օրակարգ չի ձևավորվում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ-ինչ օրակարգեր ձևավորում է, դրանք խորհրդարանից դուրս քննարկվում են, չգիտեմ, լավ կամ վատ գնահատականներ արժեն, բայց խորհրդարանում միակ դրա արձագանքը թուրքն է։ Դավաճան, թուրք, հողատու այդ խոսույթն է։ Հիմա ընդ որում խորհրդանում էլ դրան որևէ այլընտրանք օրակարգ չի ձևավորվում։ Ու ստացվում է մի հատ իրավիճակ, որ խորհրդանում քաղաքական խոսակցություն, քաղաքական օրակարգ չի ստացվում։
Հիմա սա պետքա բացառել հաջորդ խորհրդարանում եւ դա բացառելու ես մենակ այս պայությամբ մի տեխնիկապես անգամ մի ճանապարհ եմ տեսնում, դա ուրեմն նախկինում այդ կեղտոտ կապիտալի հանցավոր սխեմաների հետ կապ չունեցող քաղաքական ուժերի միջև լայն դաշինքի ձևավորումն է։ Դրա այսպես սաղմները մենք տեսել ենք այդ երեք ուժերի ուրեմն միջև հանուն հանրապետության եւ եվրոպական, սակայն ինչ որ ես եմ խոսում ավելի լայն ուրեմն համատեքստի մասին է։